Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 12-ն է, հետաքրքիր թեմա կա այսօր նաև խոսելու եւ դա շարունակությունն է Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, քանի որ այդ հայտարարություններից հետո մենք ունենք հետաքրքիր արձագանքներ այդ հայտարարությունների վերաբերյալ, որոնք որ կան Հայաստանից եւ նաև շարունակությունը կա Ռուսաստանի Դաշնությունից Վլադիմիր Պուտինի հայտարարությունների կան արձագանքներ նաև Եվրոպայից Մարտակոսը հետաքրքիր հայտարարություն է արել նրանց բացի հետաքրքիր տեղեկություններ ունենք ռուսական ռազմաբազայի գործունեության վերաբերյալ ներքին քարոզչության վերաբերյալ ընտրություններից առաջ շատ կարևոր է դրա մասին խոսել ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ 4-րդ դեպարտամենտի ԱՊՀ հարցերով պատասխանատու ղեկավար ինչ որ Կալուգինը, երևի Կալուգայի չէ, ուղղակի ազգանունն է Կալուգին հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի մասին, նաև Հարավային Կովկասի մասով հայտարարություններ է արել ցույց տալով թե որքան կարևոր է իրենց համար Հարավային Կովկասը Ռուսաստանը իրեն համարում է Հարավային Կովկասի վրա գերիշխող գերտերություն, ահա այս ամենի մասին կխոսենք Ինչպես նաև կանդրադառնանք միջազգային կարևոր անցուդարձին, հրադադարը ավարտվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, արդեն նոր հարվածներ են հասցվել փաստացի Ուկրաինային, նրանց բացի Իրանի շուրջ հետաքրքիր զարգացումներ կան, Թրամփի հայտարարություններից ելնելով եւ ոչ միայն Թրամփի հայտարարություններից CNN-ի տեղեկություններից նաև ելնելով կարելի է ենթադրել, որ հավանականությունը պատերազմի վերսկսման կրկին մեծացել է, ավելացել է։ Նախքան հաղորդումը սկսելը շատ եմ խնդրում անպայման լայքերը դրեք, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Ուրեմն կարևոր հայտարարություն հնչեց Եվրոպայից, եւ սա իմ համոզմամբ պատասխաններ Վլադիմիր Պուտինի հայտարարության։ Եվրոպական Կոմիսարը ընդլայնման հարցերով մեզ բոլորից լավ ծանոթ Մարտակոսը շատ կարևոր հայտարարություն արեց մեզ համար։ Եվ Մարտակոսի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդի ուղուն դեպի Եվրամիություն։ Եվ միայն Հայաստանի ժողովուրդը կարող է նման որոշումներ կայացնել իր ապագայի վերաբերյալ։ Եվ նա նաև անդրադարձել է օրեր առաջ Հայաստանում տեղի ունեցած 8-րդ գագաթնաժողովին Եվրոպական քաղաքական համայնքների հստակ նշում է, որ այդ գագաթնաժողովը եւս շատ բան ցույց է տալիս, թե ինչ ճանապարհ է բռնել հայ ժողովուրդը եւ Եվրոպան աջակցում է հայ ժողովրդին։ Այս հայտարարությունը իհարկե շատ կարևոր հայտարարություն է եւ կարևոր ուղերձ է Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին, բայց Ինչքան էլ որ կարևոր է եւ լավ հայտարարություն է, սա չի նշանակում այն, որ Եվրոպան վաղը արդեն պատրաստ է Հայաստանը ընդունել Եվրոպական միության կազմի մեջ։ Բայց կրկնեմ, մեզ լավ հույս տվող շատ կարևոր հայտարարություն է, եւ կարևոր հայտարարություն է, կարծում եմ, ուղղված ի պատասխան Վլադիմիր Պուտինի։ Կարևոր է նշել, որ Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններին եւ կրկին Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ նշված է, որ Հայաստանը կանի իր ընտրությունը այն ժամանակ, երբ որ այդ ժամանակը գա։ Մենք կանենք մեր ընտրությունը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև։ Շատ կարճ, կոնկրետ եւ հստակ պատասխան է տվել Հայաստանի արտգործնախարարությունը։ Այնինչ մեզ փորձում է շտապեցնել Վլադիմիր Պուտինը եւ ոչ միայն Պուտինը, Ռուսաստանի փոխվարչապետներն են դրա մասին խոսում, արտգործնախարարությունն է խոսում, դա իրենց գործն է։ Մենք մեր որոշումը կկայացնենք, երբ որ դա համապատասխանի մեր ազգային ու պետական շահերին եւ սա շատ կարեւոր պատասխան է։ Ինչքան ասեն, այդքան այդ պատասխանը միանշանակ կստանան։ Սակայն շատ կարևոր է նաև նշել այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու մայիսի 28-ին եւ 29-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։ Որքան գիտեմ,
Ղազախստանում է այն կայանալու, արդեն իսկ Ղազախստանի նախագահին տեղեկացրել է այդ մասին Նիկոլ Փաշինյանը։ Ու կարևոր է նաև նշել այն, որ Փաշինյանը անդրադարձել է նաև Պուտինի հայտարարությանը, շատ զուսպ է իհարկե անդրադարձել, բայց նա էլ նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ինքը ունի աշխատանքային հարաբերություններ հիմնված փոխադարձ վստահության վրա, ու Փաշինյանն էլ իր խոսքում նշել է, որ իրենք քննարկում են, տարբեր հարցեր են քննարկում հանգիստ արգալից բարեկամական մթնոլորտում փաստարկների եւ փաստերի հիման վրա, ու Փաշինյանը վստահեցրել է, որ ինքը այդ տրամաբանությամբ շարունակելու է աշխատել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այստեղ մենք չենք տեսնում որևիցե էմոցիա, եւ դա շատ կարևոր է մեզ համար։ Եթե Պուտինի մոտ որոշ չափով արդեն նկատվում են էմոցիաներ, շատ լավ է, որ Հայաստանի վարչապետի մոտ այդ էմոցիաները հայտարարությունների մակարդակով բացակայում են, եւ դա միանշանակ միայն ուժեղացնում է մեր դիրքերը, քանի որ երբ որ ընկնում ես էմոցիաների մեջ, անում ես այնպիսի հայտարարություններ, որոնք որ չպետք է անես։ Իսկ տվյալ պահում էմոցիաների մեջ ընկնելով միանշանակ մենք վնաս կհասցնենք Հայաստանի Հանրապետությանը։ Ես դատարկ տեղը չեմ ասում այս ամենը, ես միշտ հիշում եմ Սաակաշվիլի էմոցիաները, Սաակաշվիլի հայտարարությունները, պատասխան միշտ էլ ճիշտ է պետք է տալ, բայց շատ կոռեկտ, զուսպ եւ խելացի այնպիսի պատասխան, որը որ համապատասխանում է քո ազգային եւ պետական շահին, այնպիսի պատասխան, որից որ դու չես վնաս կրելու կամ մինիմում վնաս ես կրելու։ Ու եթե հնարավոր է ինչ-որ դրական փոփոխություններ էլ ունենաս, ճիշտ հայտարարություններ անելով, բայց երբ որ ընկնում ես էմոցիաների մեջ, անում ես այնպիսի հայտարարություններ, որոնք որ չպետք է անես եւ օգուտ հասցնելու փոխարեն վնասում ես։ Մեր տրամաբանությունը շատ հստակ է այստեղ, շները հաչում են, իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը։ Կարևոր է նաև նկատել եւ տեսնել, որ Պուտինից հետո արդեն ողջևորվել են Ռուսաստանի արտգործնախարարության մեջ եւ նոր հայտարարությունների չափաբաժին կա, չնայած որ միշտ էլ իրենց ողջևորված են պահում, ճիշտ ասած, այսպիսի մեծ իրադարձությունից հետո, ինչպիսին եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովն էր եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով, ես նույնիսկ ավելին էի սպասում, նորմալ հետաքրքիր արձագանք է Ռուսաստանի կողմից, թեկուզ եւ Պուտինի մակարդակով սպասելի էր, ամենայն անկեղծությամբ սպասել էր, ես նույնիսկ ավելին էի սպասում Զելենսկու այսից եւ այդ գագաթնաժողովից հետո, բայց սա նաև ցույց է տալիս այն, որ Ռուսաստանը բավականին թուլացել է։ Եվ ինչ է ասում հիմա Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ Կալուգացի չէ որքան հասկանում, ուղղակի ազգանունն է Կալուգին։ Եվ նա ասում է, որ Եվրամիությունը ցանկանում է անջատել Հայաստանը Մոսկվայից, ուժեղացնելով երկրի նկատմամբ սեփական վերահսկողությունը, եւ ամենակարևոր նախադասությունը իր հայտարարության մեջ այն է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Համակարգային փոփոխությունների կարող է հանգեցնել Հայաստանի ուղին դեպի Եվրամիություն։ Եվ սա կրկին ու կրկին սպառնալիք է։ Սպառնալիք է։ Դեմ որքանով ավելի շատ ուղղված է սա կոնկրետ հասարակությանը, բայց միանշանակ ուղղված է Հայաստանի Հանրապետությանը, որպես սպառնալիք։ Դրանից բացի նա ավելացնում է այն, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, եթե ոչ 1 տարով։ Այստեղ էլ ուզում եմ ասել, որ մենք առաջարկել ենք ամենալավ նախագծերից մեկը ատոմակայանի, բայց Հայաստանը դեռևս այդ առաջարկը չի ընդունել։ Այստեղ էլ դրդում է Հայաստանին, որպեսզի Հայաստանը ընդունի այդ առաջարկը։ Նա երկար է խոսել Հարավային Կովկասից, ասել է, որ բոլոր երկրների հետ հարաբերությունները շատ լավն են, Ռուսաստանը շահեր ունի Հարավային Կովկասում, հասկացրել է հստակ, որ փորձում է Ռուսաստանը վերականգնել իր դիրքերը Հարավային Կովկասում եւ իրեն զգում է Հարավային Կովկասում շատ կարևոր գերտերություն։ Բայց սա էլ միակ փաստը չէ, կարևոր է հասկանալ, թե հիմա Կրեմլից ինչ ուղղություններով են գրում Հայաստանի վրա,
Նայած ասեմ նաև այն, որ այդ բոլոր ուղղությունները, որով որ Կրեմլը գրոհում է Հայաստանի վրա, բոլորից պարզ են, ուղղակի նոր հայտարարություններով է հանդես եկել իրենց պրոպագանդիստ Սալավյովը, եւ ինչ է ասում Սալավյովը, որ մենք Ռուսաստանի Դաշնությունը պետք է հնարավորություն տանք Վելիկի արմյանսկի народին հայ ժողովրդին զարգանալու հնարավորություն պետք է տանք, բայց եթե դա բխում է մեր ազգային ու պետական շահերից։ Ինչ է ասում։ Պետք է զարգացման հնարավորություն տանք, բայց եթե դա բխում է մեր ազգային ու պետական շահերից։ Եվ դրանից հետո նա հիշում է Սամվել Կարապետյանին, փորձում է գովել Սամվել Կարապետյանին, հասկացնելով, որ միակ նա է Հայաստանի փրկությունը, հայ-ռուսական հարաբերությունների փրկությունը եւ հաշվի առնելով թե դրանից առաջ ինչ նախադասություն էր ասել, թույլ տալ զարգանալ հայ ժողովրդին, եթե դա բխում է Ռուսաստանի ազգային ու պետական շահերից, ապա Սալավյովի պատկերացումով հենց Սամվել Կարապետյանը կարող է զարգացնել հայ ժողովրդին, բայց այնպես զարգացնել, որը որ թույլ կտա, որը որ բխում է Ռուսաստանի ազգային ու պետական շահերից, այսինքն Սամվել Կարապետյանի Հայաստանի զարգացման ձևը Սալավյովը հստակ խոստովանում է, որ ահա այդ ձևի ղեկավարի զարգացման ձևը Հայաստանի բխում է մեր ազգային ու պետական շահերից։ Հիմա մնացածի մասին կարող եք արդեն ինքներդ գալ եզրահանգումների։ Եվ պատկերացրեք, սիրելի հայրենակիցներ, սա էլ վերջը չէ։ Իրենք տեղեկացանք այն մասին, որ իրազեկ քաղաքացիների միավորումը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան Հայաստանում գրանցված կազմակերպություններ են շատ կարևոր միշտ դերակատարություն ունեն ընտրություններից առաջ եւ ընտրությունների ժամանակ տեղեկացրել են այն մասին, որ ռուսական 102-րդ ռազմաբազան ոչ օրինական գործունեությամբ է զբաղված, փաստացի շատ ագրեսիվ հակապետական քարոզչություն է տանում Հայաստանի քաղաքացիների շարքերում, ովքեր որ աշխատում են այդ ռազմաբազայում հստակ եւ շատ խիստ ձևով ուղղորդելով թե ում են ընտրելու գալող ընտրությունների ժամանակ իրենք եւ իրենց հարազատները։ Ու սա շատ կոպիտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի Դաշնության կողմից, Ռուսաստանի Դաշնության զինվորականների կողմից, ռազմաբազայի կողմից պատկերացրեք, եւ ռազմաբազան օրեցօր ցավոք սրտի վերածվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ սպառնալիքի։ Ցավոք սրտի այդպիսի սպառնալիքի է վերածվում, ես կարծում եմ, որ քաղաքական լուրջ գնահատականներ, առնվազն քաղաքական լուրջ գնահատականներ պետք է տրվեն այս ամենին։ Պետականություն պետք է ընթանա եւ պետք է տրվեն քաղաքական լուրջ գնահատականներ եւ դրան նաեւ պետք է հետևեն հստակ գործողություններ։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը եւ շատ հեռու չենք գնա։ Գնանք ռուս-ուկրաինական պատերազմ եւ տեսնենք թե ինչ հայտարարություններով է հանդես գալիս Լուկաշենկոն։ Լուկաշենկոն երեք հայտարարել է, որ ինքը հանձնարարել է բելարուսական բանակին, որպեսզի նրանք պատրաստ լինեն ներխուժման ագրեսիայի, այսինքն ըստ Լուկաշենկոյի Բելարուսի նկատմամբ կարող է ագրեսիա տեղի ունենա եւ նրանք իրենց զինված ուժերը ցամաքային վերել են բարձր պատրաստվածության։ Սա այն է, ինչի մասին խոսում էր օրեր առաջ կամ շաբաթներ առաջ, շատ չէ, բայց Զելենսկին որոշ պատրաստվածություններ, ակտիվություն ինքը տեսնում էր բելարուսական ուղղությամբ եւ զգուշացնում էր, որ կարող է նաեւ Բելարուսից ներխուժում սկսվի Ուկրաինայի ուղղությամբ եւ այս սցենարը ցավոք սրտի օրեցօր կարծես թե ավելի իրական է դառնում։ Կարևոր է նաեւ նշել այն, որ հենց հրադադարը ավարտվեց, Ռուսաստանի Դաշնությունը այսօր առավոտյան արդեն հարվածներ է հասցրել Կիևին եւ Դնեպրին։ Հիմա խոսենք թե ինչ կա Իրանի շուրջ։ Իրանի ատոմային էներգետիկայի հարցերով ղեկավարը հայտարարել է, որ քննարկման ենթակա չէ Իրանի ատոմային ծրագիրը։ Իսկ Թրամփը նույնպես բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել, որից որ մենք հասկանում ենք, որ բավականին կարող է արագ լարվել իրավիճակը արդեն Իրանի շուրջ։ Նախ Վենեսուելայի մասով Թրամփը ասել է, որ շատ լուրջ ձևով ինքը քննարկում է, որ
Վենեսուելան կարող է դառնալ 51-րդ նահանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների, դա ինքը ասել է Fox News-ի եթերում, Կանադայից բրձանք, Գրենլանդիան մարսեցինք, հիմա անցել ենք արդեն Վենեսուելային, չնայած Վենեսուելայում լրիվ այլ իրավիճակ է ԱՄՆ-ի համար, բայց մեզ համար կարծում ամենակարևոր հարցը Իրանի շուրջ արված հայտարարություններն են եւ Իրանի շուրջ ապակա գործողություններն են։ Հետաքրքիր այն է, որ Դոնալդ Թրամփը արդեն 1% է տալիս այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարը կպահպանվի։ Պատկերացնում եք, եթե 1% է տալիս, ուրեմն պատերազմի հավանականությունը որքան մեծ է։ Հռետորաբանությունը այստեղից կտրուկ փոխվում է Թրամփի։ Նախկինում էլ ինքը ասում էր, մեկ շաբաթ եմ տալիս, 3 օր եմ տալիս, կործանարար հարված, բայց միշտ ասում էր բանակցությունները կամ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Հիմա ասում է 1% եմ տալիս, որ հրադադարը կպահպանվի։ Սա իմ կարծիքով հետաքրքիր փոփոխություն է Թրամփի հայտարարությունների մեջ։ Թրամփի խոսքերով, երբ Իրանը ունենա ատոմային զենք, եթե ունենար, միանգամից հարված կհասցներ Իսրայելին։ Եվ նրա խոսքերով դրա համար ինքը դադարեցրեց 6 տարի առաջ Օբամայի համաձայնությունները Իրանի հետ։ Հիմա Իրանը արդեն կունենար ատոմային զենք եւ հարված հասցրած կլիներ Իսրայել։ Ու չնայած այդ հայտարարություններին, հետո ուրիշ հայտարարություններ էլ է անում Թրամփը։ Կան իր հայտարարություններով միշտ էլ խճճում է մեզ, ասում է, որ Իրանի այդ ոչ զիջողական դիր բռնած առաջնորդները այնուամենայնիվ պատրաստվում են հանձնվել։ Նա նաև կրկնել է, որ անպայման Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնեն հաղթանակի, հետո ավելացնում է, որ այդ ատոմային փոշին շատ խորը գետնի տակ է, եւ իրանցիները ասում են, թե միայն դուք եւ Չինաստանը կարող եք վերցնել այդ գետնի տակից, այսինքն նման տեխնոլոգիաներ միայն դուք ունեք։ Խոսել է նա նաև քրդերից, որ շատ լուրջ ձևով հիասթափված է քրդերից, եւ իմ պատկերացմամբ դա այն է, որ Թրամփը փորձում էր Իրաքի քրդերին օգտագործել ընդդեմ Իրանի, բայց Թուրքիայից վախենալով քրդերը նաև տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ Սիրիայում, հրաժարվեցին այնուամենայնիվ մտնել ռազմական գործողությունների մեջ ընդդեմ Իրանի։ Եվ ահա Թրամփի խոսքերի որպես հաստատում այն 1% հրադադարի պահպանման հնարավորության մասին նաև CNN-ն է տեղեկացնում մեզ։ CNN-ն է նաև տեղեկացնում մեզ այն մասին, որ Թրամփը ավելի ու ավելի շատ է հիասթափվում Իրանի հետ բանակցություններից, բանակցային գործընթացից եւ իր օգնականներից մի մասը ասում են, որ ավելի ու ավելի շատ Թրամփը հիմա հակված է վերսկսել ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի եւ ավելի մեծ մասշտաբներով վերսկսել այն։ Եվ դրա մասին է վկայում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը հիմա շատ ավելի մեծ ռազմական ներկայություն կա, քան մինչև հրադադարն է։ Եվ դա նշանակում է այն, որ ցանկացած պահի պատերազմը շատ մեծ ձևով կարող է շատ մեծ մասշտաբներով կարող է վերսկսվել։ Թրամփը նաև խոսել է այն մասին, որ իրենց գործողությունը կարող է շուտով վերսկսվել, ազատությունը Հորմուզի նեղուցում։ Եվ այդ ծրագրին կարող է ավելանալ նաև նոր ծրագիր, նոր ուղղություն Հորմուզի նեղուցով, Հորմուզի նեղուցի մասով։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։